Նախորդին ներքին գործերի նախարարությունում փոխատեղումներ են տեղի ունեցել։ Ոստիկանապետ է նշանակվել փրկարար ծառայության պետը, իսկ պաշտոնաթող ոստիկանապետը նշանակվել է փրկարար ծառայության պետ։ Ես անկեղծ ասած չգիտեմ այս նշանակումների բուն պատճառը։ Նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե որքան արդյունավետ կարող է լինել այս փոխատեղումը համապետական առաջիկա ընտրություններից առաջ, բայց այսօր Հայաստանում քրեական այդ գողական ենթամշակույթից եկող ագրեսիան դառնում է մեր կյանքի առօրյա ֆոնը։ Դա խաթարում է մեր երկրի հասարակական կյանքի բնական ընթացքը եւ անընդհատ նոր հանցագործությունների հող է ստեղծում։ Գողական աշխարհի մի մասը նաև նախկին քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներն են ու նրանց շուրջ հավաքված հավաքական խուժանը։ Այս իշխանությունը չի ձևավորել այդ համակարգը։ Այո, բայց եթե այսօր դրա դեմ կոշտ ու հետևողական պայքար չի մղվում, վաղը հենց այս իշխանությունն էլ պատասխանատվություն է կրելու դրա պահպանման եւ վերարտադրման համար։ Եթե ուզում ենք նվազեցնել հանցավորության ռիսկերը, պետք է գործել վճռական, շատ կոշտ, վիրաբուժական մեթոդներով եւ համակարգված։ Ոչ մի նախկին քրեաօլիգարխ, ոչ մի օրենքով գող, ոչ մի թաղային հեղինակություն իրավունք չունի անպատիժ անել ինչ ուզում է։ Պետությունը չի կարող աչք փակել այն բանի վրա, ինչը ուղիղ սպառնալիք է պետության անվտանգությանն ու քաղաքացիների խաղաղ կյանքին։ Բայց միայն իրավապահներով այս խնդիրը չի լուծվելու։ Գողական այս մտածողությունը, մտածելակերպը արմատախիլ չի լինում առանց կրթության եւ մշակույթի։ Պետք է արժեքային հեղափոխություն, քաղաքացիական ինքնագիտակցություն, պատասխանատվություն եւ օրինականության նկատմամբ հարգանք։ Սա սովորական բարոյական վեճ չէ, սա պետության կայունության եւ անվտանգության հարց է։ Առավել եւս, երբ գողական աշխարհը քողարկված կերպով արդեն ներգրավվել է առաջիկա ընտրական գործընթացների մեջ եւ պատրաստ է ծառայություններ մատուցել Ռուսաստանից կառավարվող տարբեր, այսպես կոչված քաղաքական ուժերի համար։